Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Եղիր համարձակ հստակ լինելու հարցում։ Երբ ես վերջին անգամ խնդրել Աստծուն այնպիսի մի կարիքի համար, որը շատ սովորական մի բան է եղել, շատ հասարակ ու ակնհայտ, որը նախկինում երբևէ չես էլ մտածել, որ կարող ես Աստծուց խնդրել։ Սիրելի՛ բարեկամ, հրաշքների մասին մեր պատկերացումները մեզ հաճախ ստիպում են մտածել, թե Աստծուն պետք է խնդրել միայն տպավորիչ բաների համար։ Սակայն Աստված Իր Խոսքի միջոցով նպատակ ունի փոխելու մեր պատկերացումները Իրենից միայն հրաշքներ կամ տպավորիչ միջամտություններ խնդրելու վերաբերյալ։ Փիլիպպեցիս 4:6 կարդում ենք. «Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն»։ Աղոթել ամեն բանի համար։ Աղոթել ցանկացած իրավիճակում և ցանկացած խնդրի համար։ Մենք պետք է սովորենք մեզ անհանգստացնող իրավիճակներն ու խնդիրները ներկայացնել Աստծուն։ Եվ այդ անելու մեջ երբե՛ք չպետք է վախենանք շատ հստակ լինելուց, մեր ակնկալիքը Աստծուց պարզ ու հասկանալի, ինչպես նաև առանց տողատակերի ներկայացնելուց։ Ահա նման հստակ խնդրանքի մի հրաշալի օրինակ կույր մուրացկան Բարտիմեոսի կողմից։ «Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբունի, ուզում եմ տեսնել»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատքը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց ու հետևեց Հիսուսին» (Մարկոս 10:50-2): Տեր Հիսուսը շատ լավ գիտեր Բարտիմեոսի խնդիրը, սակայն Նա հարցրեց, որպեսզի վերջինս շարադրի ու հստակ ասի իր ուզածը։ Օրինակ, նման մուրացկանները «Ի՞նչ ես ուզում» հարցին կարող են պատասխանել, որ բավականաչափ մեծ գումար կուզեին ստանալ կամ մեկ այլ բան իրենց կյանքի ծանր իրավիճակը բավարարելու համար։ Սակայն Բարտիմեոսը համարձակվեց խոսել իր խնդրի մասին։ Նա բաց չթողեց իրեն ընձեռված հնարավորությունը, իսկ Տեր Հիսուսը պատասխանեց նրան իր ունեցած հավատքի համաձայն։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր օրվա ընթացքում հատուկ աղոթք եմ անելու քեզ համար, որպեսզի կարողանաս առողջ մտքով ու սթափ դատողությամբ, ինչպես նաև Աստծու Սուրբ Հոգու ուղղորդմամբ բացահայտել ու հասկանալ, թե իրականում ի՛նչ ես ուզում քո կյանքում։ Ինչպես նաև աղոթելու եմ, որպեսզի քո կարիքները բացահայտելուց ու տեսնելուց հետո քաջություն ունենաս պարզ ու հստակ աղոթք անելու Տեր Աստծուն և խնդրելու, որպեսզի Նա հոգա քո այդ կարիքները, անգամ եթե դրանք տպավորիչ հրաշքներ չեն կամ հասարակ բաներ են, որոնց կարիքը, սակայն, դու շատ ես զգում։ Եթե դու հավատում ես Աստվածաշնչի խոսքերին, պատմություններին ու փոխանցած սկզբունքներին, եթե հավատում ես Քրիստոսին և որոշում ես կայացրել ապրելու Նրա փոխանցած սկզբունքներով, ապա դու Աստծու ընտանիքի մի մասնիկն ես, և քո երկնային Հայրը մեծ փափագով սպասում է, որպեսզի Իրենից խնդրես, որ միջամտի ու օգնի քեզ քո ցանկացած հոգսի պարագայում։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։